Ողջույն հարգելի հետևորդներ, ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնիկ Թավթյանն եմ, Թրամփի նորությունների մասին նախ համարոտ։ Խաղաղություն $1 միլիարդ անդամավճարով, ինչու է Փաշինյանը Դավոսում։ Ինչ է հայտնի Թրամփի խաղաղության խորհրդի մասին և որ երկրներն են ընդունել դրան միանալու հրավերը։ Աղթալայում գործադուլ է, ովքեր են բողոքողները ու ինչ պահանջ ունեն։ Համաձայնություն Գրենլանդիայի վերաբերյալ, ինչ է հայտարարել Թրամփը։ Ողբերգական դեպք Վայոց ձորում, կռունկը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել։ Ընթանում է կառավարության հերթական նիստը առանց Նիկոլ Փաշինյանի։ Օրակարգում 36 հարց է, որից զեկուցվող է ընդամենը 3-ը։ Դրանք վերաբերվում են օրենքի նախագծերում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն։ Իսկ Փաշինյանը Դավոսում է, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մասնակցելու է խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը, որպես նախաձեռնության համահիմնադիր։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը համաձայնել էր դառնալ Գազայի հարցի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Իհարկե, այս խորհուրդը նախատեսում է լայն լիազորություններ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ներդնել $1 միլիարդ, իսկ որտեղից է Փաշինյանը վճարելու այդ փողը, դեռ պարզ չէ։ Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Երբ ՄԱԿ-ը ողջունել էր խորհրդի ծրագիրը 2025 թվականի նոյեմբերին, այն պետք է լիներ որպես միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անցումային վարչակազմ, որը կհամակարգեր Գազայի վերակառուցման ֆինանսավորումը համաձայն համապարփակ ծրագրի և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։ Սակայն Թրամփի ծրագիրը դարձավ միջազգային կազմակերպություն, որը կարող է մրցակցել ՄԱԿ-ի հետ։ Ըստ Times of Israel-ի հրապարակած կանոնադրության տեքստի, որը քաղաքական գործիչները ստանում են հրավերների հետ միասին, խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է կայունության խթանմանը, առողջ և օրինական կառավարման վերականգնմանն ու կայուն խաղաղության ապահովմանը հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում։ Խորհրդի անդամ կարող է դառնալ միայն կազմակերպության նախագահի, այսինքն Թրամփից հրավեր ստացած երկիրը։ Յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայնի իրավունք, որոշումները կկայացնեն մեծամասնության քվեարկությամբ, բայց դրանք պետք է հաստատի նախագահը։ ԱՄՆ հրավերն ընդունել է առնվազն 17 նահանգ և տարածք՝ Ադրբեջան, Ալբանիա, Արգենտինա, Հայաստան, Բահրեյն, Բելարուս, Հունգարիա, Վիետնամ, Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, մասամբ ճանաչված Կոսովո պետություն, Մարոկկո, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Պարագվայ, Ուզբեկստան։ Բայց նախքան Փաշինյանը կգնար Դավոս, այնտեղ մեկ սեղանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խոսել են խաղաղության մասին։ Վահագն Խաչատուրյանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհաջողեն և կբացեն սահմաններ։ Ալիևն էլ հայտարարում է, որ պատերազմի էջը փակված է։ Իսկ ինչ է թաքնված այս հայտարարությունների տողերի արանքում, ինչ է քննարկվում Դավոսում Հայաստանի շուրջ և ինչ գին կարող են ունենալ այդ հայտարարությունները, ռեպորտաժում։ Դավոսի համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումին ներկա էր ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պանելային քննարկմանը գերիշխում է խաղաղության օրակարգը։ Ավելին, Վահագն Խաչատուրյանը հիացմունքով է խոսում կարճ ժամանակում գրանցած արդյունքների մասին։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, երբ որ մենք այդ ապրանքները կստանանք պարզապես մեր տարածքներով, այսինքն դա կլինի Բաքու կամ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Հայաստան։ Պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ, այսպես են կարծում երկու երկրների ներկայացուցիչները, սակայն Ալիևի պատկերացրած խաղաղությունը փոքր-ինչ այլ է։ Թրիփով և Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողությամբ հաղորդակցության պրոյեկտով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Իրատեսական է արդյոք նկարագրված սցենարի իրագործումը, և եթե նույնիսկ իրատեսական է, ձեռնտու է արդյոք Հայաստանին։ Ալիևը ճանապարհներ չի բացում, Ալիևը նոր և նոր կախվածության կետեր է ձևավորում։ Իսկ եթե մի օր արթնացավ ու ասաց Սևանը ինձ պետքա տակ, չէ որ ես ասել եմ պետքա վերցնեմ Սևանը, ու դուք ասեք չենք տալու, բայց պարզվի ամբողջ ձեր առևտուրը հիմա Ադրբեջանով է, գայս ասի դե այն վաղտը մոռացեք, ինչ եք անելու։
Ինչ վերաբերում է Թրամփի ուղուն, քաղաքագետն այստեղ տեսնում է եւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի շահերը, իսկ որն է Հայաստանի շահը։ Չկա, որովհետև Հայաստանը ներկայացնողները Հայաստանի շահերից չեն խոսում։ Անձնական դաշտի շահերը չես կարող քո իշխանություն պահելու շատ ներկայացնես ազգային։ Չի կարա մի իշխանություն, որը սատարում է քո թշնամին, լինի լավը քո երկրի համար։ Խաղաղության այն մթնոլորտը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարզապես արտաքին լսարանի եւ եվրոպացու ականջի համար է եւ իրականությանը չի համապատասխանում, կարծում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ Ալիևը երբ որ համագործակցում է Եվրոպայի հետ, նա մերժում է բարոյական հատվածը, ինչի մասին նա իդեպ ասեց, Եվրոպայի հանձնաժողովի հետ չեմ աշխատում եմ միայն տնտեսական կառույցների հետ։ Այսինքն Ալիևը ուզում է օրակարգից հանել այն հարցերը, որոնցում ինքը պետք է զիջի, փոխարենը դեմ չէ տնտեսական համագործակցությանը։ Այսինքն Ալիևը ինչ է ասում, ասում է, որ ես Հայաստանի հետ առևտուր եմ անելու, բայց Հայաստանի Հանրապետությունը դա իմ տարածքն է, դա արևմտյան Ադրբեջանը եւ մենք վերադառնալու ենք այնտեղ, որտեղ Հայաստանը հայ առաքելական եկեղեցին, հայ ինքնագիտակցությունը, առհասարակ հայ լինելը դա սպառնալիք է իմ ազգային անվտանգության համար։ Այսօր արցախցիները չեն կարող վերադառնալ իրենց տուն։ Մեր գերիները խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Այս դեպքում ինչ խաղաղության մասին է խոսքը, ասում են զրուցակիցներս եւ փակում կեղծ օրակարգի թեման։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արտաքին վտանգներից զատ ներքին ազդակներն էլ հուշում են երկրի ներսում ձևավորվող վտանգավոր նախադեպերի մասին։ Գործող իշխանությունը եկեղեցին դարձրել է թիրախ։ Ազգային ժողով կառավարություն տարվա առաջին հարցոպատասխանի ժամանակ ընդդիմության հարցերի շարքում նաև այս արատավոր երևույթներ։ Դուք կարաք շատ սիրուն խոսակ, կարաք շատ սիրուն խոսեք, ժողովուրդ, բայց ամբողջ երկրով տերոր է ենթարկում։ Նիկոլ Փաշինյան, ոստիկանություն, ԱԱԾ հասել են այնտեղ, որ երեք Մասյատոթն թեմի տերհայրը ստիպված է հայտարարություն արել։ Այսօր նորից ասել է, որ արտաքին ճնշման ազդեցության տակ եմ արել հայտարարություն։ Ինչքան է սիրուն խոսեք։ Վաղը այդ ամեն ինչը պարզվելու է։ Ամբողջ ԱԱԾ-ն դուք զբաղացրել եք եկեղեցի դեմ պայքարով։ ԱԱԾ օպերլիազորը պարտավոր է այդ թվում հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում հոգևորականների հետ։ Եվ մենք այդ ուղղությամբ շատ ակտիվացրել ենք հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի այդ թվում մեր հոգևորականներին, ովքեր հայտնվել են մեր գնահատմամբ օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որպեսզի մենք նրանց խորհրդատվություն տանք, որպեսզի նրանք չհավաքագրվեն, իսկ եթե հավաքագրվել են, վերահավաքագրվեն։ Իսկ խորհրդարանում ճեպազրույցների ժամեր խմբակցություններն ամփոփել են քառօրյա նստաշրջանը։ Դրանց ավելի մանրամասն կանդրադառնանք լուրերի հաջորդ թողարկումների ընթացքում։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է Facebook-ում գրառում արել ու շնորհակալություն հայտնել իր աջակիցներին։ Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում, ոչ մի նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից, գրել է Համբարձումյանը։ Հիշեցնեմ, որ վերջին նիստի ընթացքում Համբարձումյանի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։ Այո, մենք գիտեինք, որ ուղին, որով միասին որոշել ենք ընթանալ հեշտ չէ, բայց այդ զրկանքներն ավելի քան իմաստալից են։ Ավելին ասեմ, առանց այդ զրկանքների որևէ արդյունք չէինք կարող ունենալ։ Դրանք այն դժվարություններն են, որոնք պետք է հաղթահարենք, որպեսզի ունենանք մեր երազանքի հայրենիքը, ուժեղ եւ պատվարժան Հայաստանը։ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները շարունակում են գործադուլը, պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Մի քանի օր է նրանք հրաժարվում են հանք մտնել, ինչի պատճառով գործարանը աշխատում է մասնակի։ Աղթալայի եւ Շամլուղի հանքափորները հանդիպել են կոմբինատի տնօրինության հետ, բայց անարդյունք։ Ղեկավարությունն ասել է, որ աշխատավարձերը չեն կարող բարձրացնել։ Հանքափորներն էլ պնդել են, որ եթե իրենց պահանջը չկատարվի, աշխատանքի չեն գնա։ Ըստ մեր տեղեկության, աշխատանքի չգնացող մոտ 50 հանքափորներ շատերը ստացել են աշխատանքից բացակայելու կարգապահական ծանոթագրեր։ ABC Media-ին հայտնել են հանքափորների եւ Աղթալայի կոմբինատի տնօրինության հանդիպանը ներկայ է եղել նաեւ Ալավերդի խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
Երեկ երեկոյան Վայոց ձորի Ռինդ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի բակում ավտոկրունկը կողաշրջվել է։ Վարորդը տեղում մահացել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ համաձայնության է եկել Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակի վերաբերյալ։ Նա նաև չեղյալ է հայտարարել Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը։ Անդրադառնալով ընթացող բանակցություններին Թրամփը նշել է, որ ոսկե գմբեթ նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են տեղի ունենում։ Ուիտքոֆն ու Քուշները վաղը կժամանեն Մոսկվա Ուկրաինայի հարցով երկխոսությունը շարունակելու համար, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար։ Նա ասել է, որ բոլոր առաջարկները ներկայացրել են Ռուսաստանի արտգործնախարարությանը քննարկման։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն ավելի ուշ։ Իսկ Իրանի կառավարությունն առաջին անգամ հրապարակել է հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի պաշտոնական թիվը։ Երկրի պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է ներքին գործերի նախարարության եւ նահատակների եւ վետերանների հարցերի հիմնադրամի հայտարարությունները, ըստ որի զոհերի թիվը 3117 է, որից 2427-ը քաղաքացիական անձինք եւ անվտանգության աշխատակիցներ են։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Դավոսում ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահի բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Դավոսի համաշխարհային տնտեսական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ ինքն ու Զելենսկին կարող են հանդիպել։ Նա խոսել է նաև ռուս-ուկրաինական պատերազմից, ընդգծելով, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները հասել են այնպիսի փուլի, որ այժմ կարող են հանդիպել ու պայմանագիր կնքել։ Թրամփը Դավոսում ելույթ ունենալիս չի կարողացել արտաբերել Ադրբեջան բառը։ Vladimir Putin called me Armenian, Azerbaijan. Թրամփը Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչին կարող է առաջարկել $1 միլիոն, եթե քվեարկեն Միացյալ Նահանգներին միանալու համար, գրում է Daily Mail-ը։ Պարբերականը նշում է, որ կղզում բնակվում է 57,000 մարդ, ինչը նշանակում է, որ ըստ Միացյալ Նահանգների նախագահի Գրենլանդիայի արժեքը $57 միլիարդ է։ Գրենլանդացի օգտատերերն AI-ով պատրաստված տեսանյութով պատասխանել են Թրամփին։ Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր նկար, որտեղ Թրամփն ԱՄՆ դրոշը բարձրացնում է Գրենլանդիայի վրա։ Իսկ Գրենլանդիայի իշխանությունը կղզու բնակիչներին կոչ է արել առնվազն 5 օրվա պաշար ունենալ։ Հայտարարությունն արել է գյուղատնտեսության նախարարը, միևնույն ժամանակ մարդկանց վստահեցնելով, որ նրանց որևէ տեսակի վտանգ չի սպառնում։ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումում Ֆրանսիայի նախագահի արևային ակնոցով ելույթը բառացիորեն վայրկյանների ընթացքում տարածվել է ամբողջ համացանցում։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով հնարավոր է Մակրոնի մոտ ենթակոնյունկտիվալ արյունազեղում է տեղի ունեցել, որի ժամանակ պայթում է աչքը ծածկող պաշտպանիչ հյուսվածքի արյունատարանոթը։ Ֆրանսիայի նախագահն արևային ակնոցով է հայտնվում տեսախցիկների առաջ անցյալ շաբաթվանից, երբ հանդիպում էր ֆրանսիական ռազմաօդային ուժերի հետ։ Սիցիլիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղը սրբել տարել է իր ճանապարհին եղած ամեն բան։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայրենական պատերազմի տարիների FAB-250 տեսակի չպայթած ավիառումբ։ Այն վնասազերծվել է, տեղափոխվել հատուկ տարածք ու ոչնչացվել։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում, 3 Մերկուրին, Վեներան եւ Մարսը եղել են Արեգակից շատ փոքր անկյունային հեռավորության վրա։ Այսպիսի բան կլինի 2235 թվականի հունիսին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամ 15-ին, տաղավարում կաշխատի Սվետլանա Պետրոսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։